Փեսան տնից դուրս շպրտեց զոքանչին այս պտույտը ձեզ լացացնելու է։ Եթե կարծում եք, որ ճանաչում եք ձեր ընտանիքին, եթե կարծում եք, որ ամեն ինչ գիտեք ձեր շրջապատի մարդկանց մասին, այս պատմությունը կապացուցի, որ դուք լիովին սխալվում եք։ Այն, ինչ դուք շուտով կլսեք, իրական պատմություն է, որը պատահել է մի ընտանիքի հետ, որը արտաքինից կատարյալ էր թվում, բայց ներսից թաքցնում էր ավերիչ գաղտնիքներ։ Նախքան սկսելը, թույլ տվեք զգուշացնել ձեզ։ Վերցրեք անձեռոցիկ, քանի որ այս պատմության ավարտը ձեզ լացացնելու է։ Եվ ես չեմ չափազանցնում։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է Փեսան դաժանորեն նվաստացուցիչ կերպով տնից դուրս վռնդում իր զոքանչին, թե ինչպես է ճշմարտությունը փշրել այն ամենը, ինչ նա կարծում էր, թե գիտի։ Բայց ավելին, սա պատմություն է ներման, զղջման այն մասին, թե ինչպես ենք երբեմն դատում մարդկանց, չիմանալով պատմության նրանց կողմը։ Սպասեք մինչ վերջ, քանի որ իրադարձությունների շրջադարձը ձեզ խոսքը կտրի։ Մինչ շարունակելը, եթե սիրում եք սրտառուչ իրական պատմություններ, բաժանորդագրվեք ալիքին, միացրեք ծանուցումները, որպեսզի բաց չթողնեք նման հետաքրքիր պատմություններ, թողեք հավանում, կիսվեք այն նրանց հետ, ովքեր պետք է լսեն սա, եւ հիմա, եկեք անդրադառնանք այն պատմությանը, որը ընդմիշտ կփոխի ձեր պատկերացումները ընտանիքի մասին։ Ամեն ինչ սկսվեց մի կիրակի առավոտ։ Հելենան 62 տարեկան էր, գրեթե 3 տարի ապրում էր իր դստեր, Կարլայի Փեսա Ռոբերտոյի հետ։ Տունը փոքր էր, պարզ երկհարկանի տուն, բանվորական թաղամասում, բայց այն բավարար էր նրանց երեքի համար։ Կամ գոնե Հելենան այդպես էր մտածում։ Հելենան այրյանալուց հետո տեղափոխվել էր դստեր տուն։ Նրա ամուսինը, Անտոնիոն, մահացել էր քաղցկեղից, նրան թողնելով միայն հիվանդանոցային ծախսերի։ Նրա կենսաթոշակը չնչին էր, ընդամենը նվազագույն աշխատավարձ, որը հազիվ էր ծածկում բարձր արյան ճնշման շաքարախտի դեղորայքը։ Նրա միակ դուստրը, Կարլան, պնդել էր, որ նա վաճառի իր ապրած տունը գա ապրելու իր Ռոբերտոյի հետ։ Սկզբում ամեն ինչ կատարյալ էր թվում։ Ռոբերտոն բարի էր, քաղաքավարի միշտ շպիտով էր դիմավորում Հելենային։ Նա աշխատում էր որպես մենեջեր շինանյութերի խանութում, համեմատաբար լավ էր վաստակում։ Կարլան աշխատում էր որպես վարչական օգնական բժշկական կլինիկայում։ Միասին նրանք ապրում էին հարմարավետ կյանքով, առանց շքեղության, բայց նա առանց կարիքների։ Հելենան փորձում էր օգնել ամեն ինչով, ինչ կարող էր։ Նա եփում էր, մաքրում տունը, լվացք անում։ Նա վաղ էր արթնանում, նախաճաշ պատրաստելու Կարլայի Ռոբերտոյի համար, նախքան նրանց աշխատանքի գնալը։ Նա սպասում էր նրանց, ընթրիքը պատրաստած վիճակում, երբ նրանք վերադառնում էին։ Հանգստյան օրերին նա պատրաստում էր տորթեր քաղցրավենիք, որոնք Ռոբերտոն սիրում էր։ Նա կարծում էր, որ իր ներդրումն է ունենում, որ օգտակար է լինում։ Բայց ճշմարտությունն այն է, որ Ռոբերտոն ավելի ու ավելի էր նյարդայնանում նրա ներկայությունից։ Նա դա բացահայտ չէր ասում, բայց Հելենան նկատեց։ Անհամբեր հայացքները, երբ նա խոսում էր ընթրիքի ժամանակ։ Ծանր հառաչանքը, երբ նա խնդրեց նրան իջեցնել հեռուստացույցի ձայնը, քանի որ այն չափազանց աղմկոտ էր։ Այն ձը, թե ինչպես նա աչքերը թարթեց, երբ նա մեկնաբանեց լուրերի մասին ինչ-որ բան։ Կարլան նույնպես տարբեր էր։ Ավելի հեռու, ավելի սառը։ Նա աշխատանքից տուն էր գալիս, հոգնած հազիվ էր խոսում մոր հետ։ Նա փակվում էր իր սենյակում Ռոբերտոյի Հելենայի հետ, լսելով խլացված վեճեր, բայց երբեք չէր կարողանում հասկանալ, թե ինչի մասին էին նրանք խոսում։ Նա զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, բայց չգիտեր ինչ։ Մի գիշեր Հելենան ծարավից արթնացավ, իջավ ներք, խոհանոց ջուր բերելու։ Գիշերվա գրեթե 2-ն էր։ Երբ նա անցնում էր հյուրասենյակով, լսեց ձայներ Կարլայի Ռոբերտոյի ննջասենյակից։ Դուռը կիսաբաց էր, նա ակամա լսեց նրանց։ Ես այլս չեմ կարողանում դիմանալ, Կարլա։ Քո մայրը մեզ կործանում է։ Մենք այլս անձնական կյանք չունենք այս տանը։ Դա Ռոբերտոյի ձայնն էր, կոպիտ ու զայրացած։ Ռոբերտո, խնդրում եմ, նա գնալու տեղ չունի։ Նա իմ մայրն է, պատասխանեց Կարլան, բայց նրա ձայնը թույլ էր, համոզմունքից զուրկ։ Ինչ կլինի, եթե նա քո մայրն է։ Մեզ մեր սեփական կյանքն է պետք։ Նա ամբողջ օրը այստեղ է, խառնվում է մեր գործերին, խառնվում ամեն ինչի։ Ես աշխատանքից հոգնած տուն եմ գալիս, ստիպված եմ անընդհատ լսել նրա խոսակցությունները։ Ես քեզ հետ չեմ ամուսնացել նրա որդին դառնալու համար։ Բայց ինչ եք ուզում, որ անեմ։ Մորս փողոց դուրս շպրտեմ։ Ես ուզում եմ, որ դու նրան տեղավորես ծերանոցում, Կարլա։ Շուրջը մի քանի լավ ծերանոցներ կան։
Մենք կարող ենք ցածր ամսական վճար վճարել, նա կունենա իր տարիքի մարդկանց ընկերակցությունը, դա բոլորի համար ավելի լավ կլինի։ Հելենան զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա հենվեց պատին, սիրտը արագանում էր, ձեռքերը դողում։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Հոգեբուժարան։ Ձեզ հոգեբուժարան էին ուզում ուղարկել։ Նա, ով միայնակ էր մեծացրել Կարլային, այն բանից հետո, երբ հայրը լքել էր նրանց երկուսին էլ, երբ Կարլան ընդամենը 5 տարեկան էր։ Նա, ով միաժամանակ 3 աշխատանք էր կատարել, դստերը կրթություն, սնունդ հագուստ ապահովելու համար։ Նա, ով հրաժարվել էր իր սիրային կյանքը վերակառուցելուց, ամբողջությամբ նվիրվելու Կարլայի դաստիարակությանը։ Ռոբերտո, չգիտեմ, թող մտածեմ։ Կարլայի ձայնը հիմա արցունքոտ էր։ Կարլա, մտածելու բան չկա։ Կամ նա է հեռանում, կամ ես։ Ընտրիր։ Ուզում ես ամուսնացած մնալ ինձ հետ, թե? Ուզում ես ամբողջ կյանքում հոգ տանել մորթ մասին։ Լռություն։ Երկար, ցավոտ լռություն։ Հելենան հույս ուներ, որ Կարլան կպաշտպանի իրեն, որ նա երբեք չի լքի իր մորը։ Բայց այն, ինչ նա լսեց, ամեն ինչից ավելի վատն էր։ Լավ։ Ես նրա հետ կխոսեմ։ Հելենան լուռ բարձրացավ աստիճաններով, մտավ իր զբաղեցրած փոքրիկ սենյակը, նետվեց մահճակալին, լուռ լաց լինելով, որպեսզի ոչ ոք չլսի իրեն։ Նա լաց եղավ ամբողջ գիշեր։ Նա լաց եղավ անշնորհակալության պատճառով, լաց եղավ ցավի պատճառով, լաց եղավ, որովհետև հասկացավ, որ ինքն աշխարհի ամեն ինչից ավելի շատ սիրած դստեր համար ոչինչ չէր նշանակում։ Հաջորդ օրերին Հելենան զարթնում էր, թե ոչինչ չգիտի։ Նա շարունակում էր անել իր տնային գործերը, եփել, մաքրություն անել, բայց հիմա ամեն ինչ դառահամ ուներ։ Նա նայեց Կարլային, Ռոբերտոին, տեսավ երկու անծանոթ մարդկանց։ Ինչպես էր նա այդքան կույր եղել։ Ինչպես չէր գիտակցել, որ բեռ է նրանց համար։ Հենց ուրբաթ երեկոյան էր, որ ամեն ինչ պայթեց։ Հելենան խոհանոցում ընթրիք էր պատրաստում, երբ Ռոբերտոն աշխատանքից տուն վերադարձավ, տեսանելիորեն հարբած վիճակում։ Նա խմել էր։ Հելենան ալկոհոլի հոտ զգաց, երբ Հելենան անցավ նրա կողքով, առանց նրան ողջունելու։ Ռոբերտոն ուղիղ գնաց իր սենյակ։ Րոպեներ անց ժամանեց նա Կարլան։ Հելենան լսեց, թե ինչպես է նա բարձրանում վեր, վեճը սկսվեց գրեթե անմիջապես։ Այս անգամ նրանք չանհանգստացան ձայնը ցածրացնելու համար։ Կարլա, մորթ հետ խոսել ես, թե? Ոչ, գոռաց Ռոբերտոն։ Ես դեռ չեմ գտել հարմար պահը, Ռոբերտո։ Խնդրում եմ, հասկացիր։ Հասկանում ես, ինչ։ Մենք սրա շուրջ համաձայնության եկանք 2 շաբաթ առաջ։ Դու թույլ ես, Կարլա։ Դու նույնիսկ քո սեփական խնդիրները լուծելու համարձակություն չունես։ Ինձ հետ այդպես մի խոսիր։ Նա իմ մայրիկն է, Ռոբերտո։ Եվ ես քո ամուսինն եմ։ Ով պետք է առաջինը գա։ Ես հոգնել եմ այս իրավիճակից։ Հելենան անջատեց վառարանը։ Նրա ձեռքերը դողում էին, բայց այս անգամ դա տխրությունից չէր։ Դա զայրույթից էր։ Զայրույթ, այնտեղ լինելու համար, զայրույթ, միանգամյա օգտագործման առարկայի պես վերաբերվելու համար, զայրույթ, իր ամբողջ կյանքը դստերը նվիրելու համար, որն այժմ իրեն բեռ էր համարում։ Նա բարձրացավ վեր։ Կարլայի Ռոբերտոյի սենյակի դուռը փակ էր, բայց նա ուժգին թակեց այն։ Մտեք ներս, ասաց Ռոբերտոն, նրա տոնը դեռս ագրեսիվ էր։ Հելենան բացեց դուռը, ներս մտավ։ Կարլան նստած էր մահճակալին, աչքերը կարմրել էին լացից։ Ռոբերտոն կանգնած էր, ձեռքերը խաչած, դեմքին պայթելու պատրաստվող մեկի արտահայտություն։ Մայրիկ, ես… Սկսեց Կարլան, բայց Հելենան բարձրացրեց ձեռքը, ընդհատելով նրան։ Դու ոչինչ ասելու կարիք չունես, Կարլա։ Ես ամեն ինչ լսեցի 2 շաբաթ առաջ։ Գիտեմ, որ դու ուզում ես ինձ ծերանոց ուղարկել։ Կարլան գունատվեց։ Ռոբերտոն, մյուս կողմից, կարծես թե գրեթե թեթացած էր։ Այսպիսով, գիտես, հիանալի է։ Դա հեշտացնում է գործը, ասաց Ռոբերտոն, առանց ամոթի կամ զղջման նշույլի։ Ռոբերտո, Կարլան ապշած նայեց ամուսնուն։ Ինչ, Կարլա։ Հիմա, երբ ամեն ինչ բաց է, եկեք մեկընդմիշտ լուծենք սա։ Տիկին Հելենա ողջունելի է, բայց ճշմարտությունն այն է, որ այս տունը չափազանց փոքր է 3 մեծահասակների համար։ Մեզ անհրաժեշտ է մեր տարածքը, մեր ամուսնությունը։ Հասկանում եք, չէ՞։
Հելենան Ռոբերտոին նայեց այնպիսի հանգստությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Հետո նա նայեց Կարլային, որը չէր կարողանում ստիպել իրեն նայել նրա աչքերի մեջ։ Լավ հասկանում եմ, Ռոբերտո։ Հասկանում եմ, որ դուք երկուստ էլ եսասեր ու անշնորհակալ եք։ Հասկանում եմ, որ դու, Կարլա, մոռացել ես այն ամենը, ինչ ես արել եմ քեզ համար։ Մոռացել ես այն գիշերները, որ ես արթուն եմ անցկացրել, երբ դու հիվանդ էիր։ Մոռացել ես, որ ես աշխատել եմ մինչ ոսկորներս ցավեն, որպեսզի դու երբեք քաղցած չմնաս։ Մոռացել ես, որ ես զոհաբերել եմ իմ սեփական կյանքը, որպեսզի դու կարողանաս ավելի լավ կյանք ունենալ։ Մայրիկ, այդպես չէ։ Կարլան հիմա լաց էր լինում։ Ոչ, Կարլա։ Հենց այդպես էլ կա։ Եվ գիտես ինչ։ Ես քո կյանքը հեշտացնելու եմ։ Ես լքում եմ այս տունը։ Այսօր։ Այդպիսով դուք կարող եք ունենալ այն ամբողջ գաղտնիությունը, որը երկուստ էլ ցանկանում եք։ Տիկին Հելենա, այսօր դուրս գալու կարիք չկա, մենք կարող ենք։ Սկսեց Ռոբերտոն, բայց Հելենան ընդհատեց նրան։ Ես հիմա գնում եմ։ Ես չեմ ուզում մեկ րոպե էլ անցկացնել այս տանը, որտեղ ես ակնհայտորեն ողջունելի չեմ։ Հելենան դուրս եկավ սենյակից գնաց իր սենյակի մոտ։ Նա մահճակալի տակից վերցրեց մի հին ճամպրուկ սկսեց հագուստը նետել ներս։ Շատ իրեր չկային։ Նրա ամբողջ կյանքը տեղավորվում էր մեկ ճամպրուկի երկու մթերային պայուսակի մեջ։ Որքան տխուր էր, մտածեց նա։ 62 տարվա կյանք, նա ուներ միայն հին հագուստ մի քանի անձնական իրեր։ Կարլան հայտնվեց սենյակի դռան մեջ, դեմքը լի էր արցունքներով։ Մայրիկ, խնդրում եմ, մի արա սա։ Կարող ենք խոսել, լուծում գտնել։ Լուծումը իմ հեռանալն է, Կարլա։ Դա է, ինչ դու քո ամուսինն եք ուզում։ Ահա թե ինչ է լինելու։ Ուր ես գնում։ Չգիտեմ։ Բայց դա քո խնդիրը չէ, այնպես չէ։ Դու ես ընտրել քո ամուսնուն։ Հիմա դու ապրում ես այդ ընտրության հետ։ Հելենան ավարտեց իր իրերը հավաքելը։ Նա իջավ ներք, ծանր ճամպրուկը ձեռքին։ Ռոբերտոն հյուրասենյակում էր նստած բազմոցին, ոչ մի շարժում չէր անում նրան օգնելու կամ հեռանալուց կանգնեցնելու համար։ Կարլան գալիս էր հետից, լաց լինելով, բայց նա ոչինչ չանելով մորը մնալու համար։ Երբ Հելենան բացեց մուտքի դուռը, Կարլան վերջին անգամ կանչեց նրան։ Մայրիկ, ես քեզ սիրում եմ։ Շատ եմ ներողություն խնդրում։ Հելենան կանգ առավ, շրջվեց վերջին անգամ նայեց դստերը։ Եթե դու իսկապես սիրեիր ինձ, Կարլա, չէիր թողնի, որ ես դուրս գամ այդ դռնից։ Եվ հետո նա հեռացավ։ Ձմեռային ցուրտ գիշեր էր։ Հելենան գնալու տեղ չուներ։ Նա քայլեց դեպի ավտոբուսի կանգառը նստեց սառցե նստարանին, ճամպրուկը կողքին։ Գիշերվա գրեթե 8-ն էր, փողոցները դատարկ էին։ Նա բացեց պայուսակը հաշվեց իր մոտ եղած փողը։ 230 ռեալ։ Դա ամբողջն էր, ինչ նա ուներ աշխարհում։ Հելենան չգիտեր, ինչ անել։ Նա մտերիմ ընկերներ չուներ, նրա ընտանիքը փոքր էր հեռավոր։ Նա քույր ուներ, Մարլեն անունով, որը ապրում էր գյուղում, բայց նրանք գրեթե չէին խոսում։ Վերջին անգամ նրանք միմյանց տեսել են 3 տարի առաջ, ամուսնու հուղարկավորության ժամանակ։ Այնուամենայնիվ, դա նրա միակ տարբերակն էր։ Նա վերցրեց իր հին բջջային հեռախոսը հավաքեց Մարլենի համարը։ Այն մի քանի անգամ զանգեց, մինչ որը մեկը պատասխանեց։ Ալո Մարլենի ձայնը նյարդայնացած էր հնչում, կարծես նրան արթնացրել էին։ Մարլեն, ես եմ, Հելենա։ Հելենա։ Ինչ անակնկալ։ Ինչ-որ բան պատահել է։ Ես ինձ օգնություն է պետք, Մարլեն։ Հելենան քրոջը պատմեց ամեն ինչ։ Կարլայի տուն տեղափոխվելը, Ռոբերտոյի հետ դժվար հարաբերությունները, լսած զրույցը, տնից վտարվելը։ Նա պատմեց այդ ամենը լաց ու արցունքների միջով, նստած սառցե ավտոբուսի կանգառում։ Մարլենը լուր լսում էր ամեն ինչ։ Երբ Հելենան ավարտեց, երկար լռություն տիրեց։ Արի այստեղ, Հելենա։ Արի իմ տուն։ Կարող ես մնալ այնքան, որքան պետք է։ Հելենան այնքան մեծ թեթացում զգաց, որ սկսեց ավելի շատ լաց լինել։ Շնորհակալություն, Մարլեն։ Շատ շնորհակալ եմ։ Մենք քույրեր ենք, Հելենա։ Ես պետք է այսքան տարիներ քեզ ավելի մոտ մնայի։ Ներիր ինձ այդքան հեռու լինելու համար։ Նստիր ավտոբուս արի։
Ես կսպասեմ քեզ։ Հելենան տաքսիով գնաց ավտոբուսի կայարան։ Նա 80 ռեալ ծախսեց ճանապարհորդության վրա, գումարած 60-ը ավտոբուսի տոմսի վրա դեպի այն քաղաքը, որտեղ ապրում էր Մարլենը։ Ճանապարհորդությունը 4 ժամ էր։ Նա պետք է հասներ վաղ առավոտյան։ Ամբողջ ճանապարհորդության ընթացքում Հելենան նայում էր ավտոբուսի պատուհանից դուրս, դիտելով, թե ինչպես են քաղաքի լույսերը մարում հեռվում։ Նա մտածում էր Կարլայի մասին, այն մասին, թե ինչպես էր ձախողվել դստերը մեծացնելու հարցում։ Որտեղ էր նա սխալվել։ Ինչպես էր Կարլան դարձել այդքան սառը մարդ, ընդունակ սեփական մորը տնից դուրս շպրտելու, ամուսնուն հաճոյանալու համար։ Նա մտածում էր Ռոբերտոյի մասին։ Ինչ տեսակի տղամարդ է դա անում։ Ինչ տեսակի տղամարդ է ստիպում կնոջը ընտրություն կատարել իր մոր միջ։ Եվ ինչ տեսակի կին է ընտրում իր ամուսնուն։ Արցունքները լուռ հոսում էին Հելենայի դեմքով, երբ ավտոբուսը կտրում էր մութ գիշերը։ Մարլենը սպասում էր Հելենային ավտոբուսի կայարանում, երբ նա ժամանեց առավոտյան ժամը 3-ին։ Երկու քույրերը գրկախառնվեցին միասին լաց եղան։ Մարլենը ապրում էր պարզ, բայց հարմարավետ տանը իր ամուսնու, Խոակիմի հետ։ Նրանք երեխաներ չունեին, միայն մի զույգ շուն, որոնք Հելենային դիմավորում էին հաչոցներով պոչը շարժելով։ Մի անհանգստացիր, Հելենա։ Սա հիմա քո տունն է, ասաց Մարլենը, քրոջը ցույց տալով իր պատրաստած հյուրասենյակը։ Հաջորդող օրերին Հելենան փորձեց հարմարվել իր նոր կյանքին։ Մարլենն ու Խոակիմը բարի էին նրա հետ վարվում էին սիրով։ Նա օգնում էր տնային գործերում, եփում էր խնամում էր այգին։ Սակայն Կարլայի մերժման ցավը չէր անցնում։ Ամեն գիշեր, քնելուց առաջ, նա նայում էր բջջային հեռախոսին, հուսալով հաղորդագրություն, զանգ, որ է նշան, որ դուստրը զղջում է։ Բայց ոչինչ չստացվեց։ Կարլան իր հերթին, առաջին մի քանի օրերին մի քանի անգամ փորձեց զանգահարել, բայց Հելենան չէր պատասխանում։ Նա պատրաստ չէր դստեր հետ խոսելու։ Նա չգիտեր, երբ է պատրաստ կլինի, թե։ Ոչ։ Հելենայի հեռացումից 2 շաբաթ անց Կարլայի Ռոբերտոյի կյանքում ինչ-որ բան սկսեց փոխվել։ Սկզբում մանրուքներ։ Ռոբերտոյին ազատեցին աշխատանքից։ Շինանյութերի խանութը, որտեղ նա աշխատում էր, կրճատումներ էր անում, նա, ով ամենաբարձր վարձատրվող մենեջերներից մեկն էր, առաջիններից մեկն էր, ով հեռացավ։ Կարլան ստիպված էր միայնակ հոգալ բոլոր տնային ծախսերը, իր չնչին աշխատավարձով, որպես վարչական օգնական։ Նրանք սկսեցին հետ մնալ վարձի, էլեկտրաէներգիայի ջրի վարձերի վճարումներից։ Մեքենան վաճառվեց, պարտքերը մարելու համար։ Նրանց արդեն լարված հարաբերությունները սկսեցին քայքայվել։ Ռոբերտոն սկսեց ավելի շատ խմել։ Նա օրերն անցկացնում էր ինքնակենսագրություններ ուղարկելով տուն վերադառնալով, հիասթափված ու ագրեսիվ։ Նրա Կարլայի միջ վեճերը դառնում էին ամենօրյա։ Նա նրան մեղադրում էր ամեն ինչի համար, ասելով, որ իրենց կյանքը քանդվել էր Հելենայի հեռանալուց հետո։ Քո մայրը, հավանաբար, մեզ վրա անեծք է դրել, Կարլա։ Նրա հեռանալուց ի վեր ոչինչ չի ընթացել, ասաց Ռոբերտոն, խմիչքից խրպոտ ձայնով։ Կարլան չպատասխանեց։ Նրան կլանել էր մեղքի զգացումը։ Ամեն գիշեր նա լաց էր լինում, հիշելով մոր դեմքը, երբ դուրս էր գալիս տնից։ Նա անթիվ անգամներ փորձել էր զանգահարել, բայց Հելենան երբեք չէր պատասխանում։ Նա չգիտեր, թե որտեղ է մայրը, լավ է, քնելու տեղ ունի, ինչ է ուտում։ Մի օր Կարլան այլս չկարողացավ դիմանալ։ Նա վերցրեց բջջային հեռախոսը երկար հաղորդագրություն գրեց Հելենային։ Մայրիկ, գիտեմ, որ չես ուզում ինձ հետ խոսել, ես հասկանում եմ։ Ես սարսափելի դուստր էի։ Ես լքեցի քեզ, երբ դու ամենաշատն էիր կարիքս զգում։ Ես ընտրեցի անարժեք տղամարդու, այն կնոջ փոխարեն, ով ինձ կյանք տվեց, ով ինձ մեծացրեց, ով ինձ համար ամեն ինչ զոհաբերեց։ Ես աշխարհի ամենավատ մարդն եմ, այս մեղքի զգացումը կկրեմ իմ ողջ կյանքում։ Բայց ես պետք է իմանաս, որ սիրում եմ քեզ, մայրիկ։ Միշտ էլ սիրել եմ։ Ես պարզապես չափազանց թույլ էի քեզ պաշտպանելու համար։ Խնդրում եմ ներիր ինձ։ Ես պարզապես պետք է իմանամ, թե արդյոք դու լավ ես։ Խնդրում եմ պատասխանիր։ Որպեսզի իմանամ, որ դու ողջ ես։ Հելենան կարդաց հաղորդագրությունը։ Նա մի քանի անգամ կարդաց այն։ Նա ուզում էր պատասխանել, ասելով, որ ամեն ինչ լավ է, որ ապրում է Մարլենի հետ։ Բայց նրա մի մասը դեռ շատ վիրավորված էր։ Նա ջնջեց ծանուցումը չպատասխանեց։
Անցավ 1 ամիս։ Ռոբերտոն վերջապես աշխատանք գտավ, բայց նա վաստակում էր նախկինի կեսից էլ պակաս։ Նա դարձավ ավելի դառնացած, ավելի ագրեսիվ։ Նա սկսեց ուշ տուն գալ, զգալով կանացի օծանելիքի հոտը։ Կարլան գիտեր, որ նա սիրավեպ ունի, բայց ուժ չուներ նրան դիմակայելու։ Նա ներքուստ դատարկ էր։ Երեքշաբթի երեկոյան Ռոբերտոն տուն վերադարձավ պայթյունը գցեց։ Կարլա, ես ուզում եմ ամուսնալուծվել։ Կարլան լվանում էր ճաշի ամանները։ Նա կանգ առավ, ձեռքերը դեռ ընկղմված օճառաչրի մեջ, դանդաղ շրջվեց, նայելու ամուսնուն։ Ինչ։ Լսեցիր ինձ։ Ես ուզում եմ ամուսնալուծվել։ Ես հանդիպել եմ մեկ ուրիշի։ Մեկին, ով ինձ երջանիկ կդարձնի, ով ինձ խնդիրներով չի ծանրաբեռնի։ Ես վաղը լքում եմ այս տունը։ Կարլան զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա հենվեց լվացարանին։ Ռոբերտո, մենք կարող ենք փորձել լուծել սա։ Մենք կարող ենք զույգերի թերապիա անցկացնել, մենք կարող ենք։ Ես չեմ ուզում ոչինչ լուծել, Կարլա։ Ես քեզ այլս չեմ սիրում։ Իրականում, չեմ կարծում, որ երբե իսկապես սիրել եմ քեզ։ Դու հարմար էիր։ Բայց հիմա ես գտել եմ մեկին, ով իսկապես հասկանում է ինձ։ Դու սա։ Ես անում ինձ հետ։ Ամեն ինչից հետո։ Այն բանից հետո, երբ ես քո պատճառով մորս տնից դուրս վրընդեցի։ Ռոբերտոն ուսերը թոթվեց։ Ես քեզ չեմ ասել սա անել։ Դու ես ընտրել դա անելը։ Այդ խոսքերը հարվածի պես հարված էին Կարլայի որովայնին։ Նա քանդել էր իր հարաբերությունները մոր հետ մի տղամարդու պատճառով, որն այժմ լքում էր իրեն, նույնիսկ աչքը չթարթելով։ Ինչ հիմար էր նա եղել։ Ինչ կույր։ Ինչ հիմար։ Հաջորդ օրը Ռոբերտոն տնից դուրս եկավ, վերցնելով իր հագուստը մի քանի անձնական իրեր։ Նա Կարլային մենակ թողեց այդ տանը, բոլոր ժամկետանց հաշիվներով, բոլոր պարտքերով ամբողջ դատարկությամբ։ Կարլան ընկավ դեպրեսիայի մեջ։ Նա սկսեց բացակայել աշխատանքից, սկսեց ընդունել քնաբեր անհանգստության դեմ դեղամիջոցներ։ Նրանից ոչ ոք չէր մնացել։ Մայրը չէր խոսում նրա հետ, ամուսինը լքել էր նրան, նա իսկական ընկերներ չուներ։ Նա լիովին միայնակ էր։ Մի գիշեր Կարլան տանը մենակ էր, երբ նրան զանգ ստացավ անհայտ համարից։ Նա պատասխանեց. Բար։ Կարլա։ Ես եմ, Մարլենը, քո մորաքույրը։ Կարլան զգաց, որ իր սիրտը արագ-արագությամբ է աշխատում։ Մարլեն մորաքույր։ Գիտես մորս մասին։ Նա լավ է։ Նա այստեղ է ինձ հետ, Կարլա։ Նա լավ է, մի անհանգստացիր։ Բայց ես զանգահարում եմ, որովհետև պետք է քեզ ինչ-որ բան ասեմ։ Ինչ-որ բան, որը քո մայրը չի ուզում, որ դու իմանաս, բայց կարծում եմ դու իրավունք ունես իմանալու։ Ինչ կա, մորաքույր։ Մարլենը խորը շունչ քաշեց գծի մյուս ծայրում։ Քո մայրը հիվանդ է, Կարլա։ Նա քաղցկեղ ունի։ Ենթաստամոքսային գեղձի առաջադեմ քաղցկեղ։ Բժիշկները նրան 6 ամիս ապրելու հնարավորություն էին տվել։ Նա իմացել է դրա մասին 1 շաբաթ առաջ, նախքան դու նրան տնից դուրս կշպրտեիր։ Կարլայի աշխարհը փլուզվեց։ Նա հեռախոսը գցեց հատակին, սկսեց գոռալ։ Գոռալ ցավից, հուսահատությունից, մեղքի զգացումից։ Նրա մայրը մահանում էր, նա նրան տնից դուրս էր վռնդել։ Նրա մայրը բախվում էր իր կյանքի ամենավատ լուրին, աջակցությունն ու սեր ստանալու փոխարեն, նա մերժում ու լքվածություն էր ստանում։ Կարլան ծնկի իջավ հյուրասենյակի հատակին, լաց եղավ, ինչպես երբեք չէր լացել իր կյանքում։ Նա փսխեց այդքան շատ լաց լինելուց։ Նա գոռաց, մինչ ձայնը խռպոտ դարձավ։ Ինչպես կարող էր նա այդքան հրեշավոր լինել։ Ինչպես կարող էր նա դա անել իր սեփական մոր հետ։ Նա հատակից վերցրեց բջջային հեռախոսը, ձեռքերը դողում էին, հետ զանգահարեց Մարլենին։ Մորաքույր, խնդրում եմ, ես պետք է տեսնեմ մորս։ Ես պետք է ներողություն խնդրեմ։ Խնդրում եմ։ Կարլա, քո մայրը չի ուզում քեզ տեսնել։ Նա շատ վիրավորված է։ Գիտեմ, որ նա այդպիսին է։ Եվ նա ունի բոլոր իրավունքները լինելու։ Բայց ես պետք է խոսեմ, մորաքույր։ Ես պետք է խոսեմ նրա հետ, քանի դեռ ուշ չէ։ Խնդրում եմ, օգնեք ինձ։ Մարլենը մի քանի վայրկյան լուռ մնաց։ Ես նրա հետ կխոսեմ։
Բայց ես որ է խոստում չեմ տալիս։ 2 օր անց Մարլենը կրկին զանգահարեց։ Հելենան համաձայնվեց քեզ տեսնել։ Բայց նա ուզում է, որ դու այստեղ գաս։ Կարլան 2 անգամ չմտածեց։ Նա 1 շաբաթով արձակուրդ խնդրեց աշխատանքից, վերցրեց իր բոլոր խնայողությունները, ավտոբուսի տոմս գնեց 4 ժամվա ճանապարհ ընկավ դեպի Մարլենի քաղաքը։ Երբ Կարլան ժամանեց Մարլենի տուն, ուրբաթ օրվա ժամը 4-ն էր։ Մարլենը բացեց դուռը գրկեց նրան։ Նա հետի սենյակում է։ Հանգստացիր, Կարլա։ Նա շատ փխրուն է։ Կարլան քայլում էր տան միջանցքով, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, թե կպայթի կրծքից։ Նա հասավ ննջասենյակի դռանը թեթակի թակեց։ Մտիր ներս, Հելենայի ձայնը թույլ էր։ Կարլան բացեց դուռը, տեսածը ներսից կոտրեց նրան։ Հելենան պառկած էր մահճակալին, շատ ավելի նիհար, քան 2 ամիս առաջ տնից դուրս գալուց հետո։ Նրա դեմքը գունատ էր, աչքերը խորասուզված, մաշկը դեղնավուն։ Նա այնպիսի տեսք ուներ, կարծես 2 ամսում 10 տարով ծերացել էր։ Մայրիկ։ Կարլան հազիվ էր կարողանում խոսել։ Հելենան անհույս հայացքով նայում էր դստերը։ Դու եկար։ Կարլան վազեց դեպի մահճակալը, ծնկի իջավ մոր կողքին, բռնելով նրա թույլ ձեռքերը։ Մայրիկ, ներիր ինձ։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Ես աշխարհի ամենավատ դուստրն էի։ Ես լքեցի քեզ, երբ դու ամենաշատն էիր կարիքս զգում։ Ես ընտրեցի մի անօգուտ մարդու քո փոխարեն։ Ես քեզ դուրս շպրտեցի տնից։ Եվ դու հիվանդ էիր, իսկ ես չգիտեի։ Մայրիկ, ես արժանի չեմ քո ներմանը, բայց աղաչում եմ քեզ, խնդրում եմ։ Ներիր ինձ։ Կարլան այնքան շատ էր լաց լինում, որ հազիվ էր կարողանում խոսել։ Արցունքները հոսում էին Հելենայի ձեռքերի վրա։ Հելենան երկար նայեց դստերը։ Ապա դանդաղ բարձրացրեց ձեռքը, շոյեց Կարլայի դեմքը։ Ես արդեն ներել եմ քեզ, աղջիկս։ Ես ներեցի քեզ հենց այն օրը, երբ դուրս եկա տնից։ Ինչպես կարող ես ներել ինձ, մայրիկ։ Այն ամենից հետո, ինչ ես արել եմ։ Որովհետև դու իմ դուստրն ես, Կարլա։ Եվ մայրը միշտ ներում է։ Միշտ։ Անկախ նրանից, թե ինչ է պատահում։ Երկուսը երկար ժամանակ լաց էին լինում միմյանց գրկում։ Կարլան անընդհատ ներողություն էր խնդրում, իսկ Հելենան իր թույլ ձայնով կրկնում էր, որ արդեն ներել էր նրան։ Մայրիկ, ես հիմա քեզ կխնամեմ։ Ես կմնամ այստեղ, կտանեմ քեզ լավագույն բժիշկների մոտ, մենք միասին կպայքարենք այս հիվանդության դեմ։ Հելենան տխուր ժպտաց։ Այլս կռիվ չկա, Կարլա։ Քաղցկեղը չափազանց առաջադեմ է։ Բժիշկները հստակ ասացին։ Ինձ շատ ժամանակ չի մնացել։ Մի ասա դա, մայրիկ։ Մենք կգտնենք բուժում, մենք կգտնենք։ Կարլա, նայիր ինձ։ Հելենան ձեռքերի մեջ բռնեց դստեր դեմքը։ Ես խաղաղության մեջ եմ։ Ես հաշտվել եմ քեզ հետ, ինչը միակ բանն էր, որ ինձ այստեղ էր պահում։ Ես պատրաստ եմ։ Ես պատրաստ չեմ քեզ կորցնելուն, մայրիկ։ Ոչ ոք երբեք իսկապես այնտեղ չէ, աղջիկս։ Բայց դա կյանքն է։ Մենք ծնվում ենք, ապրում ենք, մահանում։ Կարևորը այն է, թե ինչպես ենք ապրում։ Եվ ես ապրել եմ քեզ համար։ Եվ ես ոչնչի համար չեմ զղջում։ Կարլան մնաց Մարլենի տանը, հոգ տանելով մոր մասին։ Նա կանչեց իր աշխատանքի, թողեց իր աշխատանքը։ Նրան այլս ոչնչի մասին չէր հետաքրքրում, բացի Հելենայի կողքին լինելուց։ Նա վաճառեց իր ամբողջ ունեցվածքը, տունն, կահույքը, այդ գումարն օգտագործեց մոր պալիատիվ խնամքի համար վճարելու, որպեսզի նա իրեն հարմարավետ զգա։ Օրերն անցնում էին։ Հելենան ավելի ու ավելի էր թուլանում։ Կային լավ օրեր, երբ նա կարող էր նստել այգու ճոճաթոռին Կարլայի հետ խոսել կյանքի, հին հիշողությունների, ափսոսանքների, ուրախությունների մասին։ Կային վատ օրեր, երբ նա նույնիսկ չէր կարողանում անկողնուց վեր կենալ, երբ ցավն այնքան ուժեղ էր, որ նույնիսկ ամենաուժեղ դեղամիջոցները չէին թեթացնում այն։ Կարլան միշտ մոր կողքին էր։ Նա կերակրում էր նրան, լողացնում, փոխում էր անկողնային պարագաները, բռնում էր նրա ձեռքը ցավերի ժամանակ։ Նա անում էր այն ամենը, ինչ չէր արել, երբ պետք է աներ։ Մի գիշեր Հելենան արթնացրեց Կարլային, որը քնած էր մահճակալի կողքին գտնվող բազկաթոռին։ Կարլա, իմ դուստրը։
Կարլան անմիջապես արթնացավ. Այո, մայրիկ. Ցավ ունես? Ուզում ես, որ զանգեմ Մարլենին։ Ոչ, դա այդպես չէ։ Ես ուղղակի մի բան եմ ուզում ասել քեզ։ Կարլան մոտեցավ, մոր ձեռքը բռնած։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես մահացա երջանիկ։ Որովհետ ես ունեի քեզ։ Որովհետ, չնայած ամեն ինչի, վերջում դու վերադարձար։ Եվ դա է միակ կարորը։ Մայրիկ, այդպես մի խոսիր։ Դու չես մահանալու։ Կարլա, գիտենք, որ ես գնում եմ։ Դա կարող է լինել այսօր, վաղը, մեկ շաբաթից։ Բայց դա տեղի կունենա։ Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես սիրում եմ քեզ։ Ես միշտ սիրել եմ քեզ։ Եվ միշտ կսիրեմ, որտեղ էլ որ լինեմ։ Ես էլ քեզ եմ սիրում, մայրիկ։ Այս աշխարհում ամեն ինչից առավել։ Գիտեմ, աղջիկս։ Ես միշտ էլ գիտեի։ Հելենան մահացավ 3 օր անց, մի արոտ առավոտյան, երբ Կարլան բռնել էր նրա ձեռքը։ Նա պարզապես փակեց աչքերը, դադարեց շնչել, դեմքին թեթ ժպիտով, կարծես վերջապես խաղաղություն էր գտել։ Կարլան օրեր շարունակ լաց եղավ։ Նա լաց եղավ հոգեհանգստի ժամանակ, լաց եղավ հուղարկավորության ժամանակ, լաց եղավ միայնակ իր սենյակում։ Նա լաց եղավ կորցրած ամեն ինչի համար, վատնված ամբողջ ժամանակի համար, չասված բոլոր բառերի համար։ Հուղարկավորությունից հետո Մարլենը ծրար տվեց Կարլային։ Քո մայրը խնդրեց, որ սա քեզ տամ իր գնալուց հետո։ Կարլան դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Ներսում մի նամակ կար, գրված Հելենայի դողդոջուն ձեռագրով։ Իմ սիրելի Կարլա։ Եթե սա կարդում ես, դա նշանակում է, որ ես արդեն մահացել եմ։ Շատ մի լացիր ինձ համար, աղջիկս։ Ես լավ կյանքով եմ ապրել։ Ես ունեցել եմ դժվար պահեր, բայց նա շատ ուրախություններ։ Եվ դու իմ ամենամեծ ուրախությունն էիր։ Ուզում եմ, որ իմանաս, որ ես երբեք քեզ չեմ մեղադրել կատարվածի համար։ Գիտեմ, որ դու ճնշման տակ էիր, որ փորձում էիր փրկել քո ամուսնությունը։ Դու արեցիր այն, ինչ այդ պահին ճիշտ էիր համարում։ Եվ ես ներեցի քեզ։ Հիմա ես ուզում եմ, որ դու ինձ մի խոստում տաս։ Խոստացիր, որ կապրես քո կյանքը լիարժեք։ Խոստացիր, որ կլինես երջանիկ։ Խոստացիր, որ կգտնես մեկին, ով իսկապես կգնահատի քեզ, ով իսկապես կսիրի քեզ։ Խոստացիր, որ եթե մի օր երեխաներ ունենաս, նրանց կսովորեցնես սիրո, ընտանիքի, ներման մասին։ Ես քեզ համար Մարլենի մոտ մի փոքր գումար թողեցի։ Դա շատ չէ, բայց դա այն ամենն է, ինչ ես կարողացա խնայել իմ թոշակից այն ամիսների ընթացքում, որ ես նրա հետ ապրեցի։ Օգտագործեք այս գումարը, կյանքը նորից սկսելու համար։ Գնեք մի փոքրիկ տուն, վերադարձեք ուսման, իրականացրեք ձեր երազանքները։ Եվ ամենակարևորը, ներեք ինքներդ ձեզ։ Գիտեմ, որ դուք կրում եք մեղքի հսկայական բեռ, բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես մահացա խաղաղ, երջանիկ, դստերս կողքին։ Դուք ինձ տվեցիք ամենամեծ նվերը իմ վերջին օրերին, ձեր սերը, ձեր ներկայությունը, նա ձեր ներողամտությունը։ Շնորհակալ եմ վերադարձի համար, դուստրս։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր ինձ հեռանալ, իմանալով, որ դու լավ ես, որ մենք հաշտվել ենք։ Ես միշտ կլինեմ քեզ հետ, քո սրտում, քո հիշողություններում, քո կայացրած յուրաքանչյուր ընտրության մեջ։ Ես քեզ սիրում եմ, Հավիտյան։ Նրա մայրը, Հելենան։ Կարլան ավարտեց նամակի ընթերցումը, դեմքը լի արցունքներով։ Նա թուղթը սեղմեց կրծքին լաց եղավ, ինչպես երբեք չէր լացել։ Բայց այս անգամ, ցավի մեջ, կար նա երախտագիտություն։ Երախտագիտություն, որ հնարավորություն ունեցա հրաժեշտ տալու, ներողություն խնդրելու, վերջին անգամ ասելու «սիրում եմ քեզ»։ Կարլան օգտագործեց Հելենայի թողած գումարը, սկսեց նոր կյանք։ Նա տեղափոխվեց Մարլենի քաղաք, գնեց մի փոքրիկ տուն, վերադարձավ դպրոց։ Նա գնաց թերապիայի, մեղքի զգացումն ու կորուստը հաղթահարելու համար։ Նա սովորեց ներել ինքն իրեն։ 3 տարի անց Կարլան աշխատում էր որպես բուժքույր հիվանդանոցում, երբ հանդիպեց Դանիելին, բարի կարեկից բժշկի։ Նրանք սկսեցին հանդիպել, 1 տարի անց ամուսնացան։ Դա պարզ հարսանիք էր, բայց սիրով լի։ Կարլան ուներ 2 երեխա, մի աղջիկ, որին նա անվանեց Հելենա, մի տղա, որին նա անվանեց Անտոնիո, ի պատիվ նրա տատիկի պապիկի։ Նա իր երեխաներին մեծացրեց այն արժեքներով, որոնք նրան սովորեցրել էր մայրը՝ սեր, հարգանք, երախտագիտություն, ընտանիք, ամեն ինչից վեր։
Եվ ամեն գիշեր, քնելուց առաջ, Կարլան նայում էր Հելենայի լուսանկարին իր մահճակալի կողքի սեղանին ցածր ձայնով ասում. «Շնորհակալ եմ, մայրիկ։ Ամեն ինչի համար։ Ինձ սիրելու համար, նույնիսկ երբ ես դրան արժանի չէի։ Ինձ ներելու համար։ Ինձ սովորեցնելու համար, թե ինչն է իրականում կարևոր կյանքում։ Խոստանում եմ, որ ամեն օր կպահեմ քո հիշատակը։ Ես սիրում եմ քեզ»։ Ինչ վերաբերում է Ռոբերտոյին, Կարլան այլս երբեք նրանից լուր չստացավ։ Նա ծանոթներից լսել էր, որ նրա հարաբերությունները մյուս կնոջ հետ երկար չեն տել, որ նա միայնակ է դառնացած։ Բայց նա զայրույթ չէր զգում նրա նկատմամբ։ Իրականում, նա նույնիսկ որոշ առումով երախտապարտ էր։ Որովհետև հենց նրա պատճառած ցավի միջոցով էր, որ նա սովորեց գնահատել իսկապես կարևորը։ Հելենայի Կարլայի պատմությունը պատմություն է ներման երկրորդ հնարավորությունների մոր անվերապահ սիրո մասին, սա պատմություն է, որը մեզ սովորեցնում է, որ երբեք ուշ չէ ներողություն խնդրելու համար, բայց նա, որ մենք չպետք է սպասենք վերջին պահին, գնահատելու այն մարդկանց, ում սիրում ենք։ Եթե մայրդ ողջ է, զանգահարիր նրան հիմա։ Ասա նրան, որ սիրում ես նրան։ Անհրաժեշտության դեպքում ներողություն խնդրիր։ Մի սպասիր, մինչ շատ ուշ լինի։ Որովհետև մի օր շատ ուշ կլինի, միակ բանը, որ կմնա, սխչումն է։ Հելենան ներեց Կարլային, որովհետև դա է, ինչ մայրերն են անում։ Նրանք սիրում են անվերապահորեն, ներում են անսահման, տալիս են ամեն ինչ, առանց որևէ բան ակնկալելու փոխարեն։ Եվ ամենամեծ պատիվը, որ մենք կարող ենք նրանց անել, այդ սերը փոխադարձելն է, քանի դեռ ժամանակ կա։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, կիսվեք դրանով նրանց հետ, ովքեր կարիք ունեն լսելու այն։ Հավանեք այս տեսանյութը բաժանորդագրվեք ալիքին, նմանատիպ ավելի շատ սրտառուչ պատմություններ դիտելու համար։ Եվ մի մոռացեք։ Գնահատեք ձեր ընտանիքը, քանի դեռ կարող եք։ Վաղը կարող է շատ ուշ լինել։ Շնորհակալություն մինչ վերջ դիտելու համար։ Մինչ հաջորդ պատմությունը։